Թեև պետական պարտքի կառավարելիությունը մեր ընդդիմախոսների սիրելի եւ հաճախ հնչեղորեն մեջբերվող թեմաներից է, եւ աչքի ընկնել ցանկացողները, որոնք այլ ասելիք չունեն, հենց այս թեմայից են խոսում, այնուամենայնիվ մենք գերադասում ենք իրականությունը դիտարկել ոչ թե վերտառություններով, այլ թվերով եւ փաստերով։ Իսկ փաստերը հստակ են։ Մեր պարտքային քաղաքականությունը կայուն է, կանխատեսելի եւ պատասխանատու։ Հաճախ կարդում եմ այն մասին, որ 2018 թվականից ի վեր մեր պետական պարտքը կրկնապատկվել է։ Ստիպված եմ կրկնել, որ պարտքն ուղղվում է մեր պետության տնտեսական պոտենցիալի բարձրացմանը, այսինքն հայաստանցիների հարստանալու եւ իրենց բարեկեցության բարձրացման հնարավորություններն ընդլայնելու ուղղությամբ։ Այս հիմնավորումը կարող է վերացական թվալ, ուստի պարզ օրինակ կբերեմ։ Ցանկացած մարդ, ով պարտք է վերցնում, անկախ նպատակից հույս ունի, որ ապագայում ունենալու է ավելի մեծ հնարավորություններ այդ պարտքը մարելու համար։ Կախված նրանից, թե այդ պարտքով ինչպիսի ծախսեր են արվում, կարելի է գնահատել ապագա եկամուտների վրա դրանց հավանական ազդեցությունը։ Օրինակ, եթե մարդը պարտք է վերցնում նոր բիզնես հիմնելու, եղած բիզնեսը ընդլայնելու, նոր պահանջված մասնագիտություն սովորելու կամ նույնիսկ հոգնածությունը հաղթահարելու նպատակով հանգստի մեկնելու համար, ապա կարելի է ենթադրել, որ ապագայում նրա եկամտային հնարավորությունների աճի հավանականությունը ավելի մեծ է, քան եթե պարտքով փող է վերցնում մեկ այլ պարտք մարելու, նոր տարին տոնելու կամ ցանկացած այլ ծախսի համար, որը չունի որևէ երկարաժամկետ կամ միջնաժամկետ ազդեցություն։ Արդեն իսկ նշեցի, թե պետության պոտենցիալի բարձրացման ուղղված պարտքն ինչ նշանակությամբ է կիրառվում։ Հիմա եկեք հասկանանք, թե ինչպիսին է պատկերը Հայաստանի կրկնապատկված պարտքի պայմաններում, որն ի դեպ ոչ թե կրկնապատկվել է կամ ավելացել 100%-ով, այլ 80%-ով։ Եվ այսպես, վերջին 7 տարիներին մենք անգամ ենք ավելացրել եկամուտները, այդ թվում պարտք ներգրավելու շնորհիվ, որ եթե որոշեինք 26 թվականին վերադառնալ 18 թվականների ծախսի մակարդակին, այդ ամբողջ պարտքը կկարողանայինք մարել ընդամենը 1.5 տարում։ Այդ խնայած գումարով կկարողանայինք 1.5 տարում պարտքը մարել։ Իսկ ինչու այդպես չենք անում, որովհետև այս ընթացքում մեր կարիքները եւ ամբիցիաները էապես փոխվել են։ Եթե մի պահ պատկերացնենք, որ որոշել ենք 1.5 տարում փակել 2018 թվականից հետո վերցրած պարտքը եւ վերադառնում ենք 18 թվականի ծախսերի մակարդակին, ապա մենք պետք է ստիպված լինենք մեր բոլոր ծախսերը կրճատենք 58%-ով։ Եթե վերադառնանք 18 թվականի ծախսի մակարդակին, ստիպված պետք է լինենք պաշտպանության ծախսերը կրճատել 429 միլիարդ դրամով կամ շուրջ 65%-ով։ Կրթության ծախսերը 178 միլիարդ դրամով կամ 60%-ով։ Սոցիալական ծախսերը 489 միլիարդ դրամով կամ 54%-ով։ Տնտեսական զարգացման ուղղվող ծախսերը 117 միլիարդ դրամով կամ 50%-ով։ Հիմա ինքներդ որոշեք, մեր պարտքը կառավարելի է եւ արդյոք պետք է այն հենց հիմա վերադարձնել 2018 թվականի մակարդակին։ Կառավարության պարտքի պորտֆելի ռիսկերի կառավարման տեսանկյունից կարևոր նշանակություն ունի դրամային պարտքի կշռի ավելացումը։ Եվ եթե 2018 թվականի տարեվերջին դրամային պարտքի մասնաբաժինը կառավարության պարտքի կառուցվածքում կազմում էր ընդամենը 19%, ապա հաջորդող 6 տարիների ընթացքում այն շարունակաբար աճել է 24 թվականին հասնելով շուրջ 50.8%-ի։ Այս փոփոխությունները մեզ թույլ են տվել միաժամանակ հասնել մի քանի կարևոր արդյունքների։ Նախ էականորեն նվազեցնել փոխարժեքի ռիսկը, այսինքն ապահովել պարտքի սպասարկման զգայունությունը արտարժույթի տատանումների նկատմամբ։ Երկրորդ, կառավարության ֆինանսական կարիքները բավարարել հիմնականում ներքին ֆինանսական շուկայի խնայողությունների հաշվին, որի արդյունքում պարտքի գծով տոկոսավճարները վճարվում են մեծամասամբ երկրի ռեզիդենտներին։ Եվ երրորդ, նպաստել պետական պարտատոմսերի շուկայի զարգացմանը, որը հանդիսանում է ընդհանուր ֆինանսական շուկայի զարգացման հիմնաքարը։ Այսինքն այն պարտքը, որը մենք ունենք այսօր, կառուցվածքային տեսանկյունից բազմակի ավելի որակյալ եւ կայուն է, քան այն, ինչ ունեինք 2018 թվականին։ Տեղական, պետական, գանձապետական պարտատոմսերի շուկան այսօր դարձել է հետաքրքիր եւ գրավիչ նաեւ միջազգային ներդրողների համար։ Սա խոսում է ոչ միայն մեր երկրի բարելաված մակրոտնտեսական միջավայրի, այլև պետության կայուն հարկաբյուջետային քաղաքականության
եւ ամենակարևորը պետական ինստիտուտների նկատմամբ վստահության աճի մասին։ Եթե 2018 թվականին ներքին պարտքի շուկայում օտարերկրյա ներդրողների մասնակցությունը կազմել է ընդամենը 3.6 միլիարդ դրամ, ապա 2025 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ այն հասել է արդեն 177 միլիարդ դրամի։ Այսինքն միջազգային ներդրողների վստահությունը Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտների նկատմամբ այսօր առավել քան երբևէ։ Ավելին, եթե 2025 թվականի մարտին թողարկված 10 տարի ժամկետայնությամբ եվրոբոնդերի եկամտաբերության մեջ երկրի ռիսկի հավելավճարը կազմում էր 286 բազիսային կետ կամ 2.86%, ապա օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան հռչակագրի ստորագրումից հետո սեպտեմբերի վերջին այն նվազել է մինչև 227 բազիսային կետ։ Սա պատմականորեն ցածր ցուցանիշ է, ինչը թույլ է տալիս ամրագրել եւս մեկ անգամ, որ մենք ընկալվում ենք որպես շրջահայաց եւ պատասխանատու քաղաքականություն վարող պետություն, որը գործում է իր հնարավորությունների սահմանում, բայց նաեւ ապագային միտված խելամիտ ներդրումներ է կատարում։